Բարև ձեզ սիրելիներ, մենք ավարտեցինք 3-րդ թագավորաց գիրքը եւ այսօր սկսում ենք վերջի գիրքը, 4-րդ թագավորաց գիրքը եւ այսօր կուսումնասիրենք առաջի, երկրորդ գլուխները։ Առաջի գլխում Իսրայելի թագավորը Օքոզյան հիվանդանում է եւ Աստծուն հարցնելու փոխարեն պատգամաբերներ է ուղարկում Բահաղ Զեբուբի մոտ։ Այդ ժամանակ Եղիա մարգարեն հայտնում է Տիրոջ խոսքը, որ թագավորը չի ապաքինվելու, որովհետև մերժել է կենդանի Աստծուն։ Այս պատմությունը հիշեցնում է, որ մեր օգնությունն ու հույսը պետք է փնտրենք միայն ու միայն Տիրոջ մեջ, ոչ թե աշխարհի կեղծ փրկիչների, ճակերտների մեջ ասած։ Երկրորդ գլխում Եղիան վերցվում է երկինք մրրիկի միջոցով, ամպերի վրայով, իսկ նրա ծառայությունը փոխանցվում է Եղիսեին։ Եղիսեն խնդրում է ոչ թե հարստություն կամ փառք, այլ Աստծո հոգու կրկնակի բաժինը, որպեսզի շարունակի այն ծառայությունը, որը Աստված վստահել էր Եղիային։ Աստված լսում է նրա խնդրանքը եւ Եղիսեն սկսում է գործել նույն զորությամբ, ցույց տալով, որ Աստված շարունակում է իր գործը նույնիսկ այն ժամանակ, երբ իր ծառաները հեռանում են։ Այս գլուխներում մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին։ Եղիան երկինք բարձրացավ, բայց Հիսուսը համբարձվեց իր սեփական իշխանությամբ, նստելու հոր աջ կողմը, եւ ինչպես Եղիսեն ստացավ զորություն ծառայելու համար, այնպես էլ Հիսուսը համբարձվելուց հետո ուղարկեց Սուրբ Հոգուն իր աշակերտների վրա, որպեսզի նրանք շարունակեն ավետարանի գործը մինչև երկրի ծայրերը։ Այս գլուխները մեզ սովորեցնում են մեր վստահությունը դնել միայն Հիսուս Քրիստոսի վրա եւ ապրել Սուրբ Հոգու զորությամբ։ Աստված այսօր էլ կանչում է իր ժողովրդին հավատարմորեն շարունակելու այն գործը, որը սկսել է Քրիստոսը մեր միջոցով։ Ամեն։ Աստված օրհնի ձեզ, կհանդիպենք հաջորդ գլուխներում։